Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք Ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզին լցակայանը, գազա լցակայանը կամ դիզելը կամ ուտելիքի դա։ Այդ փողերը գնա նախկեր, էլի։ Իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դե, իմիջելոց այդ որազի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է, էլի, վախին ասեմ, մի 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, որ պետք լինի, ասենք, կարան գան, ոչ են մասնակցեն, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնեմ, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ լինի, էլի, մենք էլ այդ ժողովուրդին, գոկարտիկով բանի, որ հասնի, ասենք, երբ է պետք վերել ստեղ։ Մինչև մի քանի օր առաջ, էլի 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին։ То есть գրուպը գավերը հենց պրազնիկները սկսում է մեկը բան, դրանից այդ պրազնիկների վաղ գա։ Չարս, էլի տոմսերն էլ կատաստրոֆա, չէ՞։ Աշխիս հետ ավտոբուս մտածեք վարձեք դերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելներ, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ռուսաստանից մասկվայց կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլա ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ առնչկան 830 հոգի հայ 830 հոգի այդ ֆիրմայում հայ աշխատող կա 830-ին, ասում է տնօրենը, իր ազգանունը ռուսագանը ջոգեր, բայց ինք հայ է, իր մերը հայ է, սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասեց 32 հատ մեքենա, իր ֆիրմը ավտոն է, ասել է կլերս, լծվեք Հայաստան, էդի այդ ֆիրմը, նույնը կրասեն ասկում են անում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար, անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրաված անձանց շրջանակից։